Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվության հեռացման պահանջի ազդեցությունը ԶԼՄ-ների վրա թեմայով։ Ներկայացնում մեր բանախոսներին Մարգարիտա Զալիբեկյան, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ, Դավիթ Ասատրյան, փաստաբան եւ Գևորգ Թոսոնյան, Civilnet-ի լրագրող։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես զանգվածային լրատվության մասին եւ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունը առաջարկում է համացանցից հեռացնել վիրավորանք զրպարտություն պարունակող տեղեկատվությունը։ Տիկին Զալիբեկյան, քննարկումը սկսենք ձեզանից, նախ կխնդրեմ ներկայացնեք այս նոր իրավական գործիքի անհրաժեշտությունը հաշվի առնելով իհարկե, որ զրպարտության վիրավորանքի դեպքում գոյություն ունի արդեն հերքման եւ պատասխանի իրավունք, կան արդեն գործեր, պրակտիկան ցույց է տալիս կալանքի տակ կարող են դնել քաղաքացու գույքը միլիոնավոր դրամներ պահանջել քաղաքացուց զրպարտելու եւ վիրավորելու համար։ Այս պարագայում ինչն է թերի պրակտիկայում, ինչու է անհրաժեշտ նոր գործիքը, խնդրեմ։ Բարև ձեզ։ Միկրոֆոնը Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ նշեմ, որ Արդարադատության նախարարությունը, ինչպես նշեցիք, հանրային քննարկման է դրել քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև զանգվածային լրատվության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնք ընդհանուր առմամբ պայմանավորված են Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի 1752 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով, այսինքն նախագծերի մշակման անհրաժեշտությունը առաջին հերթին պայմանավորված է Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներով։ Մասնավորապես, եթե հստակեցնենք, թե ինչին է վերաբերում խնդիրը, Սահմանադրական դատարանը երկու մասով է առանձնացրել նորմերի սահմանադրականության խնդիր։ Առաջինը վերաբերում է նրան, որ զրպարտության դեպքում իրավական պաշտպանության միջոցների շարքում հերքման եւ պատասխանի պահանջ ներկայացնելու անձի իրավունքը պայմանավորվում է նրանով, որ եթե զրպարտություն պարունակող տեղեկատվությունը կամ փաստական տվյալը հրապարակվել է լրատվական գործունեություն իրականացնող անձի կողմից տարածած տեղեկատվության մեջ, այսինքն այն մասով, որով որ լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից տարածված զրպարտություն պարունակող տեղեկատվության դեպքում հերքման, ինչպես նաև պատասխանի պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությունը առկա չէ, այդ մասով նորմերի բացակայությունը որպես այդպիսին, այսինքն թերի իրավակարգավորումները դիտարկվել են Սահմանադրությանը հակասող, մասնավորապես խոսքը Սահմանադրության 31-րդ հոդվածի մասին է, որը որ ի թիվս այլնի սահմանում է նաև պատվի, ինչպես նաև բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը։ Սա առաջին կոմպոնենտը, իհարկե հետո կմանրամասնենք, թե ինչու է դիտել հակասահմանադրական, եւ երկրորդ մասը այնքանով, որքանով որ հեռացման պահանջի իրավունք օրենսդրությամբ նախատեսված չէ, այսինքն այո, հերքման եւ պատասխանի պահանջ ներկայացնելու, պատասխան հրապարակելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությունները թեև նախատեսված են, բայց դրանք Սահմանադրական դատարանի կողմից բավարար չեն համարվում անձի պատիվը, հաշանապատվությունը եւ գործարար համբավը պաշտպանելու տեսանկյունից, քանի որ հեռացման իրավունքը եւս կարող է դիտարկվել որպես համարժեք պաշտպանության միջոց եւ շատ դեպքերում ավելի արդյունավետ, քան օրինակ հերքման եւ պատասխանի պահանջն է։ Իրավություն, նախապես որոշակի ուսումնասիրություն է կատարվել, որը հանգեցրել է, հա, նաեւ Սահմանադրական դատարանի որոշումն է ուսումնասիրվել, որը որ երբ որ վերջում եզրափակիչ մասում նշում է կատարվել, որ նորմերը այս մասով հակասահմանադրական են, այսինքն յուրաքանչյուր դեպքում, երբ որ Սահմանադրական դատարանը ինչ որ X իրավակարգավորումների մասով հակասահմանադրական դրույթներ է արձանագրում, օրենսդրի ինչ որ առումով նաև պարտականություն է, ելնելով Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից, միջոցներ ձեռնարկել օրենսդրությունը լավարկելու ուղղությամբ, որից ելնելով էլ այս նախագծերը մշակվել են։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Ասատրյան, որքանով է իրապես լավարկվում, հա, այս նախագծով, սա ինչպես եք դուք որակում եւ հիմնավորում Արդարադատության նախարարության, որքանով է, հա, արդարացված, խնդրեմ։
Շնորհակալություն։ Իրականում հասունացել էր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության, որովհետև Սահմանադրական դատարան իր որոշման մեջ հստակ արձանագրեց, որ այստեղ առկա իրավական խնդիրներ, որոնք սահմանադրական հարցեր են առաջացնում։ Իհարկե շատ կարևոր է, որ այդ ինստիտուտները վիրավորանք եւ զրպարտության ինստիտուտների մեջ ներդրվելով կարողանան պաշտպանության ենթակա լինեն նաեւ համացանցում արկա լրատվամիջոցների հրապարակումները, այդ թվում հրապարակումներում արկա մեկնաբանությունների մասով ըստ էության նոր ինստիտուտի շրջանակներում անձին կարող են պահանջել հեռացնել այդ մեկնաբանությունները, դա մեխանիզմ է իրավական, որը շատ կարևոր է եւ շատ ողջունելի է, բայց կան որոշակի հարցեր, որոշակի մտահոգություններ, որոնք արկա են, կան մի շարք հարցեր, որոնք որոշակի հակասություններ են, որոնք նաեւ կան որոշակի հարցեր, որոնք կարող են ավելի բարելավել այդ նախագիծը։ Մեկ օրինակ այս պահին կարող են վկայակոչել այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների օրենքի շրջանակներում ինստիտուտը միայն հերքումն է, այսինքն պահանջել, հերքել, հեռացնել, ըստ նախագծի արդեն հեռացնել կամ հրապարակել պատասխանը, բայց այ օրինակ վիրավորանքի դեպքերում չկա օրինակ ներողություն խնդրելու արտադատական պահանջ ըստ նախագծի։ Այստեղ հարց է առաջանում արտադատական կարգով կարող ենք այս նախագծում արդեն իսկ մեխանիզմներ մշակել, որ վիրավորանքի դեպքում էլ դատարան չդիմեն անձինք եւ եթե արկա է վիրավորանք, ապա դիմեն էլի նույն կարգով զանգվածային լրատվության մասին օրենքի շրջանակներում դիմեն լրատվամիջոցի եւ լրատվամիջոց նաեւ հնարավորություն ունեն ներողություն խնդրել եւ վեճը չհասնի դատարան։ Սա մեկ հանգամանքն է, որ կարծում եմ, որ բաց է մնացել այստեղ։ Միակ հանգամանքն է եւ նաեւ հետաքրքիր է խոսքի ազատությունը, որքանով է համահունչ։ Ըստ էության այլ հանգամանքներ էլ կան իհարկե, որը կարող եմ թվարկել, բայց ըստ էության այս կարգավորումները պետք է դատական քննության առարկա դառնան եւ դատարանները կոնկրետ դեպքերում քննության առարկա դարձնելով կգնահատեն հեռացնելը հրապարակումը կամ մեկնաբանությունը համահունչ է խոսքի ազատության պաշտպանությանը այն սկզբունքներին, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, թե դա յուրաքանչյուր լոկալ դեպքում քննության առարկա յետակա հարց է։ Շատ լավ, դատական պրակտիկային իհարկե դեռ կանդրադառնանք, պարոն Հոսունյան, որպես լրագրող կխնդրեմ ներկայացնեք ձեր գնահատականը։ Արդյոք ռիսկեր տեսնում եք, հա, որպես լրագրող, սա ինչ ազդեցություն կունենա ձեր օրինակ լրագրողական գործունեության վրա, խմբագրական քաղաքականության, խնդրեմ, արդյոք կարող է հանգեցնել ինքնագրաքննության։ Ես միանգամից անդրադառնում եմ բայցերին։ Այո, ես հասկանում եմ, որ ինքը Սահմանադրական դատարանը 2024-ին որոշում է կայացրել, ասել է, որ հեռացման իրավունք չկա ամրագրված օրենսդրությամբ։ Անդրադառնալով ձեր հարցին, այո, սա մեծ ռիսկեր է պարունակում։ Այս նախագիծը ինքը դրել է ականներ, տարբեր ականներ, որոնք հետագայում կարող են կիրառվել տարբեր անձանց կողմից ընդդեմ լրատվամիջոցների։ Այդ ականները բազմաթիվ են, մասնապես օրինակ օրենքը նախատեսում է, որ կարող է հեռացվի ամբողջական նյութը, ինչը նույնպես վտանգավոր է, այսինքն նյութի մեջ պաշտոնյան կամ այլ անձ կարող է գտնել մի նախադասություն եւ պահանջ դնել, որ հեռացվի ամբողջական նյութը։ Հետո երբ որ մենք լրատվամիջոցներին դնում ենք այս պահանջները, հեռացման պահանջն ենք դնում, մենք նախ պիտի հասկանանք, թե անձնական տվյալների պաշտպանության մասով, օրինակ, մենք այնտեղ մոռացման իրավունք ունենք, որը մինչև հիմա ներդրված չի։ Ես նայում եի, օրինակ, ԵՄ անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի 10-րդ հոդվածը ասում է, որ մարդ իրավունք ունի մոռացման իրավունքից օգտվել եւ պահանջել, որ հեռացնել որոշ իր անձնական տվյալներին վերաբերող որոշ բաներ, բայց կամ բացառություններ, խոսքի ազատություն։ Դրանցից մեկը հենց խոսքի ազատությունն է, որ չի խախտում խոսքի ազատությունը։ Տվյալ դեպքում մենք չունենք կանխարգելիչ կամ հեռացման պահանջը դնող անձի ձեռքը բռնող պայմաններ, որովհետեւ ինչ ունենք մենք հիմա պրակտիկայում, օրինակ մենք գիտենք, որ տարիներ առաջ բարձրացվեց զրպարտության եւ վիրավորանքի համար ֆինանսական բեռը, այսինքն ֆինանսական սահմանաչափը։ Ու հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր պաշտոնյաներ լրատվամիջոցների դատի են տալիս, դատական հայցերում օգտագործում են չափազանց մեծ անընդունելի պահանջներ գումարային, հետո դատարանները հայցային պահանջ են դնում ու ընդհուպ մենք ունեցել ենք օրինակ, երբ լրագրողի անձնական հաշիվներին ու գույքին դրվել է մեծ գումարով կալանք։ Այսինքն հիմա ավելի այս իրավիճակը փոխարենը մենք լավարկենք, գնում ենք ավելի վատ տարբերակով, երբ սկսելու են զուգահեռ նաև հեռացման պահանջներ դնել։
Տիկին Զարուբեկյան, խնդրեմ, անդրադառնանք նաև իհարկե կխնդրեմ ներկայացնեք արդյոք հիմքեր կան, որպեսզի օրենքը ընտրովի եւ այսպես քաղաքական, չկիրառվի, կամայական բնույթ չունենա։ Արդյոք այդ սահմանումները, ներողություն, շատ հստակեցված են եւ այլ մեկնաբանությունների տեղ չեն կարող տալ։ Տեսեք, կամայական մեկնաբանության մասով ես թերևս կանադառնամ նախագծի դրույթներին, իհարկե նախընտրելի կլիներ նախ մի հատ ներկայացնել ամբողջ կարգավորումների էությունը, բայց պարոն Թոսունյանի դիտարկման մասով երևի արձագանքեմ, հետո անդրադառնամ։ Տեսեք, ինչպես նշեցի, Սահմանադրական դատարանը հստակ նշել է ի թիվս այլնի նաև հեռացման իրավունք այնքանով որքանով որ սահմանված չէ, լիարժեք պաշտպանված չի դիտարկում անձի պատիվ արժանապատվությունը գործարար համբավը այնքանով որքանով որ հեռացման իրավունք նախատեսված չէ։ Հեռացման իրավունքի մասով, երբ որ քննարկում ենք ամբողջական նյութը հեռացնելու պահանջի մասով, եթե մեր նախագծի կարգավորումները ուսումնասիրեք, կտեսնեք, որ այնտեղ հնարավորություն կա պահանջ ներկայացնելու ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջությամբ նյութը հեռացնելու մասով եւ իհարկե հետագայում օրինակ եթե դատական կարգով է այդ պահանջը ներկայացվում, հեռացման ծավալը որոշելու է դատարանը։ Իհարկե հաշվի առնենք, որ հայցի հիմքերից առարկայից դատարանը չի կարող դուրս գալ, բայց օրինակ եթե անձը ներկայացնում է օրինակ ամբողջությամբ հեռացման պահանջ, բայց դատարանը տեսնում է, որ օրինակ առաջին նախադասությունն է իր մեջ պարունակում զեպարտություն կամ վիրավորանք, դժվար թե ամբողջ նյութը հեռացնելու վերաբերյալ վճիռ կայացնի, այսինքն այդ մասով ծավալի որոշման հնարավորությունը թողնված է դատարանի վրա եւ նաեւ լրատվական միջոցը որպես գործով պատասխանող, եթե բավարար հիմնավորումներ ներկայացնի առ այն, որ օրինակ ամբողջ նյութը չէ, որ ենթակա է հեռացման, եթե մի բան նույնիսկ ընդունենք, որ դա այդ նյութը իր մեջ ինչ-որ մասով պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք համարվող արտահայտություններ, այդ արտահայտությունների վերացման մասով հարցը կլուծվի, դատարանը կդիտարկի այդ հիմնավորումները, այսինքն լրատվամիջոցը հնարավորություն ունի իր իրավական պաշտպանության իրավունքից օգտվելով պատշաճ հիմնավորումներ ներկայացնել եւ ապացուցել, որ օրինակ մասամբ է X արտահայտությունը հանդիսանում վիրավորանք, ոչ թե ամբողջ նյութն է հանդիսանում վիրավորանք կամ զրպարտություն։ Վերադառնալով իրավական կարգավորումների էությանը, իհարկե պարոն Ասատրյանը անդրադարձ կատարեց նաև առցանց հարթակում տեղ գտած արտահայտությունների մասով, ես կուզենայի այդ մասով մի քիչ ավելի մանրամասն հիմնավորումներ ներկայացնել, ինչպես նշեցի, Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների մասով, ընդհանուր առմամբ խնդիրը կայանում է նրանում, որ գործող կարգավորումների պայմաններում, եթե լրատվական գործունեություն իրականացնողի կողմից է տեղադրվել զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը կամ փաստական տվյալը, դա իհարկե վերաբերելի է նաև առցանց հարթակում տեղադրված նյութերին, այդ թվում երբ իրենց լրատվական կայքում է տեղադրվել կամ ինչ-որ սոցիալական հարթակում, օրինակ Facebook-ում է տեղադրվել ընդհանուր նույնիսկ մեկնաբանության մասով, դրանք կիրառելի են գործող կարգավորումների պայմաններում, բայց կարգավորումներ չկան այն դեպքերի համար, երբ օրինակ լրատվական գործունեություն չիրականացնողը պայմանականորեն ֆիզիկական անձը օրինակ ինչ-որ սոցիալական հարթակում, օրինակ Facebook սոցիալական հարթակում տեղադրել է զրպարտություն կամ վիրավորանք պարունակող արտահայտություն փաստական տվյալ եւ իհարկե իրականությանը զրպարտության դեպքում օրինակ եթե իրականությանը չհամապատասխանող է հնարավորություն չկա այդ մասով որևէ անձի կողմից, ով որ այդ զրպարտություն պարունակող տեղեկատվության օբյեկտ է հանդիսանում, իրավական պաշտպանության միջոցների դիմել, օրինակ դատական կարգով հայց ներկայացնել կամ տվյալ անձին արտադատական կարգով պահանջ ներկայացնել, հերքելու այդ տեղեկատվությունը, եթե զրպարտություն է կամ պատասխանի պահանջ ներկայացնելու կամ էլ օրինակ հեռացման պահանջ ներկայացնելու։ Հիմա այս իրավական կարգավորումների պայմաններում հնարավորություն է ստեղծվելու, որ ի թիվս այլ դեպքերի, երբ որ լրատվական գործունեություն չիրականացնող անձի կողմից առցանց հարթակում տեղադրվել է զրպարտություն կամ վիրավորանք պարունակող ինչ-որ նյութ, հնարավորություն ստեղծվի անձի կողմից իրավական պաշտպանության դիմել եւ ի թիվս այլնի օրինակ հեռացման պահանջ ներկայացնել, հերքման պահանջ ներկայացնել, եթե զրպարտություն է կամ պատասխանի պահանջի իրավունքից օգտվել, նույն էլ վիրավորանքի մասով այլ գործիքակազմից օգտվել, այդ թվում նաև եթե առցանց հարթակում է տեղադրված։ Խնդիրը կայանում է նրանում, որ
Եթե զրպարտության վրա բերենք օրինակը, զրպարտության սահմանումը, ինչպես նաև դրա տարածման եղանակները շատ ավելի լայն են, քան դրա դեմ պաշտպանության եղանակները առկա կարգավորումների պայմաններում, որտեղ եթե մենք ուսումնասիրում ենք զրպարտության սահմանումը օրինակ, ըստ էության զրպարտող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, հետևաբար անձի կողմից իր պատիվը արժանապատվությունը գործարար համբավը պաշտպանելու իրավունքը պետք է տարածվի բոլոր այն յուրաքանչյուր անձի դեմ, ով որոշել է իրեն զրպարտել։ Իսկ օրինակ, երբ որ առկա կարգավորումներն ենք ուսումնասիրում, լրատվական գործունեություն չիրականացնող անձի դեպքում նման տեղեկատվությունը տարածելու դեպքում անձը իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորություն ներկա պայմաններում չունի։ Հետևաբար այս նախագիծը ուղղված է նաև այդ հնարավորությունների ստեղծմանը, որոնք կերաշխավորեն Սահմանադրությամբ իր նախատեսված պատվի եւ բարի համբավի անձեռմխելիության իրավունքը լիարժեք կերպով պաշտպանություն հայցել։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Ասատրյան, պրակտիկան դիտարկելով իհարկե, կխնդրեմ ներկայացնեք ձեր տեսակետը, ինչ ռիսկեր այդուհանդերձ կարող է ունենալ, մասնավորապես նշվում է, որ ծավալի որոշման հնարավորությունը, եթե դատարանին է տրվում, եւ ԶԼՄ-ները եթե հիմնավորում ներկայացնեն, պրակտիկան օրինակ ինչ է ցույց տալիս, ամեն դեպքում ԶԼՄ-ները երբ իրենց հիմնավորումները ներկայացնում են, ինչ պատկեր ունենք, կխնդրեմ Շատ լավ։ Զվիրավորանք զրպարտության գործերով դատական պրակտիկայի եթե ուսումնասիրենք, կստացվի, որ Հայաստանում ամենախառը, ամենահակասական դատական պրակտիկան է իրականում լինում է դեպքեր, երբ որ նույն արտահայտությունը տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված մի դատական ակտով մերժվում է որպես գնահատողական դատողություն, մեկ դատական ակտով բավարարվում է որպես վիրավորանք զրպարտություն, մի դատական ակտով բավարարվում է դրամական պահանջ, մեկով չի բավարարում, այսինքն ամբողջությամբ խառը դատական պրակտիկա է մեր։ Դա ինչով է պայմանավորված, կա որոշակի որովհետև չկա չափանիշներ, երբ որ օրինակ քննարկում է գումարի չափը, որտեղ բավական բարձր է մինչև 6 միլիոն, մինչև 3 միլիոն դրամի չափով, չկա որևէ մեխանիզմ որոշել թե վերջի վերջո ինչքան գումարի չափով կարելի է սահմանել փոխհատուցման չափը։ Կա ունենք վճարբեկ դատա նախադեպ, որը սահմանում է, որ պետք է առաջին հերթին քննության առարկա դառնալ ոչ նյութական վնասի չափ, այլ հերքում ներողությունով նոր անդրադառնալ վնասի չափին, բայց նախ այդ վճարբեկ դատան է շատ քիչ կիրառում, նա որոշում է, բայց եւ եթե դու կիրառության մեջ ես մտնում, ապա չկա հստակ չափանիշ։ Ես կհամաձայնվեմ Գևորգի ասացի այդ տրամաբանության մեջ, որ շատ դատավորներ կլինեն, որոնք այդ հստակությունը չեն ունենա, մասնավորապես համաչափ չեն կիրառի այդ դատական նորմը։ Այո, ինչպես նշվեց, ճիշտ է, որ օրենքը նախատեսում է եւ մասնակի, եւ ամբողջական, եւ արտահայտության մասով, բայց չկա որևէ մեխանիզմ, որպեսզի դատան դրանից օգտվելով համաչափությամբ դա կիրառի։ Ինչ է պետք է սարումով անել, որպեսզի եթե հանրային քննարկման է դրված, կան առաջարկներ, որ կարող են Կարող օրինակ սահմանել, որ նյութի չափի փոփոխությունը չի կարող հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման այն աստիճան, որ իմաստազրկվի դրա էությունը, ինչպես նաև կիրառվի կոնկրետ համաչափորեն, դատանը պետք է համաչափորեն դա կիրառություն ապահովի եւ ոչ թե սահմանվի։ Բայց նաև լրացում դրան ունենք ցանկանամ նաև անդրադառնալ այն արտադատական մեխանիզմներին, այո, որոշակի մասով իրավունքի պաշտպանության միջոցներ չկային։ Մենք նախկինում բազմաթիվ անգամ նշել էինք, որ այս վեճերով դատական գործերի հարուցումը նպատակ է շատ դեպքերում հետապնդում, որպեսզի լրատվամիջոցներին եւ լրագրողերին դրեսնեն։ Շատ դեպքերում հայց է ներկայացում շատ մեծ գումարի չափի պահանջով, հայցի ապահովում են ուզում, նույնիսկ եթե հայցի ապահովումը չի մերժվում է, մեծ հավանականությամբ շատ մեծ ուսումնասիրության դեպքում շատ քիչ դեպքերում է բողոքարկվում։ Կամ երբ որ դատանը քիչ գումար է բավարարում, ասենք 200,000, 500,000, 6 միլիոնի փոխարեն, դա վերաքիչ դատան չեն բողոքարկում։ Դա ինչ է ցույց տալիս, որ իրենց նպատակը ոչ թե այդ հայցի իրանք կարծում են, որ 6 միլիոն է կամ 5 միլիոն է նյութական վնասի չափը, որտեղ ըստ էության դատական պրակտիկայում նման դեպքեր չկան, որ այդ չափով է, այլ ուղղակի նրանք ուզում են արգելանքի տակ առնել եւ դա լրացուցիչ լրագրողին կամ լրատվամիջոցին պատժելու միջոց է։ Մենք նախկինում բազմաթիվ անգամ նշել ենք, որ այս պրակտիկայի դեմ առնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին որոշակի սահմանափակումներ մտցնել նման պահանջների եւ հայցի ապահովումների կիրառման համար եւ երկրորդը ներդնել արտադատական պարտադիր քննություն, այսինքն որպեսզի անձը դիմի դատարան, նախ պետք է դիմի լրատվամիջոցին պարտադիր եւ լրատվամիջոցը չկատարի այդ հերքումը, չկատարի պատասխանը չհրապարակելուց կամ անտեսելուց նոր իրավունք ունենա դիմել դատարան։ Այնինչ հիմա լրատվամիջոցը չգիտի թե այդ հրապարակումից հետո երբ դատարանից թուղթ կգա։ Միանգամից
դրանից դիմելու հնարավորությունը շատ դեպքում իրավունքի չարաշահման հնարավորություն է ստեղծում։ Այդ ամենը հաշվի առնելով կխնդրեմ շատ կարճ ներկայացնեք, ինչ կլինի լրատվամիջոցների հետ, ինչ ազդեցություն կունենա։ Եթե այս նախագծով որոշակի կարգավորումների շրջանակներում դատարաններում գործեր քննի, ես կարծում եմ դատարանները խնդիր կունենան հասկանալու, թե առաջին հերթին կոնկրետ իրավիճակում ինչ չափի կարելի է սահմանափակել նյութը, կրճատել, եւ շատ դեպքերում դատավորները խմբագիրներ չեն, դատավորները լրագրողներ չեն, դատաները չեն կարող ըստ էության շատ դեպքերում որոշել այնպես կրճատել կամ այնպես սահմանափակել նյութը, որ դա ընթերնելի լինի քաղաքացիների համար կամ կարդալուց հնարավորություն ունի դա լրագրողի միտքը փոխանցել։ Այստեղ կա որոշակի նրբություններ, որ պետք է հաշվի առնել։ Խնդրեմ, Գենզակյան, շատ լավ։ Ես ավելացում անեմ, ինչ կլինի։ Իմ կարծիքով արդեն պաշտոնյաները ու ոչ պաշտոնյաները կմոռանան հերկման պահանջների մասին ու արդեն մեզ կսկսեն դատի տալ ու պահանջներ ներկայացնել հեռացման համար, որովհետև եթե հարցնենք, ավելի նախընտրելի է հեռացման պահանջով գնալ, ստիպել ամբողջ հոդվածը հեռացնել, քան հերկման պահանջով գնալ, իմանալով, որ այդ նյութը մնում է ինքը համացանցում։ Այսինքն այս դեպքում մենք խնդիր ենք ունենում։ Երկրորդը, եթե մենք զրպարտության վիրավորանքի դեպքում արտահայտություններն են հերկվում, տվյալ դեպքում մենք ունենք հեռացման պահանջ նյութի համար, ինչը իմ համոզմամբ խորին անընդունելի է։ Ամբողջական նյութի հեռացումը դա անընդունել նաև լրագրողական տեսանկյունից, այսպես ասեմ, մենք պատրաստել ենք 10 էջանոց հոդված, որի մեջ յուրաքանչյուր պաշտոնյա կարող գտնի 2 արտահայտություն կամ 1 արտահայտություն, եւ այդ արտահայտության հիմքով մեզ պահանջի հեռացնել ամբողջական հոդվածը։ Դա անընդունելի մոտեցում է ու դա պիտի վերհանվի կամ էլ պիտի չգիտեմ ենթաբաժիններով հանեն կամ նման մոտեցումը սխալ է, որովհետև ինչքան ես տեսել եմ, օրինակ լրագրողներին դատի են տալիս հետաքննական հոդվածների համար, գտնում են արտահայտություններ ու այդ արտահայտությունները պահանջում են հերքել ու դրանց համար տալ փոխհատուցում։ Հիմա կսկսեն այդ արտահայտությունների համար ամբողջ նյութերը պահանջեն հանել։ Դա մեկ։ Երկրորդ, եթե մենք չենք կարգավորում անձի անձնական տվյալների մոռացված լինելու իրավունք ու գալիս մտնում ենք այս դաշտ, չնայած որ Սահմանադրական դատարանը այդ որոշում կայացրել է։ Սա արդեն խնդրահարույց է, այսինքն միգուցե պետքա մի հատ վիրավորանքի համար առանձին անել, որտեղ վիրավորանքը իմ կարծիքով ավելի ծանրակշիռ է ու ավելի ակնհայտ է դրա բացահայտել, քան զրպարտության համար, որ արդեն բոլորը մտնում են դատարան, ընդ որում վերջին դատական պրակտիկաներով նկատել են, որ համ նույն արտահայտությունը համ վիրավորանք են դիտարկում, համ զրպարտություն։ Ու սա կա նաև քաղաքական ենթատեքստ վերջին բանը, որ հիմա մենք տեսնում ենք իշխանության կողմից ակնհայտ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ ուղղորդող կամ ճնշող խոսքի հանրային խոսույթի տեսանկյունից ճնշող վարքագիծ ամիսներ առաջ Ազատության նկատմամբ սկսվել էր մի արշավ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վարչապետիներից եք աշխատակազմի ղեկավարից կարծեմ մինչև ազգային ժողովի փոխնախագահ խնդրահարույց էին համարում Ազատության պատրաստած նյութերը, արտահայտությունները, հրավիրված զրուցակիցները։ Այսինքն այս կոնտեքստում նման նախագիծ բերելը թեև որ կա ՍԴ որոշում, ինքը խնդրահարույց է իմ կարծիքով, քաղաքական առումով։ Մենք լրացում անենք, այստեղ քննարկվեց հեռացման պահանջի հետ կապված, օրինակ տեսանյութերի դեպքում լրիվ անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր առանձին արտահայտություններ հանել։ Հնարավոր է լրատվամիջոցը մեծ դոկումենտալ ֆիլմ է նկարահանում, շատ հետաքրքիր, ունի 100,000-ավոր դիտումներ եւ դատանը որոշում է, որ այդ տեսանյութից պետք է 4-ից 8 րոպեն կտրել։ Հիմա ինչ նոր դա պետք է նորից զրույց տեղադրվի, նոր դիտումներ, որը արդեն չի ունենա նույն հրապարակայնությունը, նույն հնարավորությունները, որոշակի խնդիրներ կան նաև տեսանյութերի մասին, որոնք սոցիալական YouTube ցանցում են տեղադրված։ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Զարուհյան։ Մի քանի մասերի բաժանեմ իմ այս մասով արձագանքը, որտեղ տարբեր արձագանքներ հնչեցին, հնարավորություն չեղավ արձագանքելու։ Առաջինը, օրինակ, այդ գումարային մեծ պահանջների հետ կապված, որ օրինակ, չգիտեմ, արգելանք է դրվում կամ օրինակ ներողություն խնդրելու մասով, որ արտադատական ինչ-որ մեխանիզմներ չկան։ Տեսեք, ըստ էության բարձրացում են հարցեր, որոնք որ այս նախագծի կարգավորման առարկայից դուրս են առհասարակ, որտեղ ինչ-որ առումով նաև ընդունելի դիտարկումներ կհամաձայնվեն, որ կան որոշակի խնդիրներ, բայց այս նախագծի բուն էությունը Սահմանադրական դատարանի պահանջները իրավական կարգավորումների վերածելն է որպես այդպեսին, եկեք արձանագրենք, որ այո, կարող են ինչ-որ
ինստիտուցիոնալ այլ խնդիրներ լինեն, որոնք որ այս նախագծի կարգավորման առարկա չեն եւ միգուցե նորից ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում առանձին ինչ որ նախագծային կարգավորումների անհրաժեշտություն լինի, որոնք որ օրինակ արդարադատության նախարարությունը կամ միգուցե այլ նախարարություն ինչ որ առաջարկով նախաձեռնությամբ հանդես կգա եւ կկարգավորի։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս կարգավորումներին, հիմա եւի առանձին անդրադառնանք ամբողջությամբ եւ մասամփի մասով։ Հիմա եթե ձեր կարծիքով մասամփը խնդիր է առաջացնելու, իսկ պատկերացնում եք, եթե օրինակ մասամփը չգրեինք ամբողջությամբ, ամեն անգամ ստացվելու էր, որ չգիտեմ, ինչ-որ մեծ նյութ է հրապարակվել, մասամփի հնարավորություն չկա, դատարանը օրինակ կգտնի, որ ամեն դեպքում ամբողջությամբ այդ նյութը ենթակա է հեռացման։ Հեռացման իրավունքի մասով դա միջազգայինորեն ընդունված նաև հնարավորություն է նյութի հեռացման պահանջ ներկայացնելու, այնպես չի որ Սահմանադրական դատարանը ուղղակի տենց Հայաստանի Հանրապետությունում որոշել է, որ հեռացման իրավունքը կարելի է ներառել։ Մոռացման իրավունքի մասով ճիշտ ասած այստեղ վերաբերելի չի ձեր դիտարկումը, նախ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք եւ զեկույցներ կհամաձայնվեն այդ դիտարկումների մասով, բայց ոչ այս ոլորտի հետ կապված, որտեղ հեռացման իրավունքը որպես այդպիսին ըստ էության հերքման եւ պատասխանի հրապարակման պահանջների այլընտրանքն է, որը որ հստակորեն ամրագրվել է, որ այդ պահանջների, օրինակ, չգիտեմ, համատեղ ներկայացման հնարավորություն առկա չէ, մեկից պետք է օգտվել, ոչ թե միաժամանակ բոլորից, որտեղ կստացի, որ եթե բոլորի միաժամանակ օրինակ 3-ի պահանջ է ներկայացում, մեկը մյուսը արդեն անիմաստ է դարձնում, օրինակ եթե պետքա հեռացման պահանջ դուք ներկայացնեք, այլ հերքման իմաստը որն է, որ օրինակ մի որոշ ժամանակ հետո այդ նյութը հեռացվելու է եւ հակառակը։ Տեսանյութի մասով, տեսեք, իհարկե անձն է որոշում, թե իրավական պաշտպանության որ միջոցն է իրեն նախընտրելի։ Շատ անգամ հնարավոր կլինի օրինակ, երբ որ հեռացման պահանջ կներկայացվի, բայց միգուցե դատարանը կգտնի, որ օրինակ տեսանյութերի մասով դա գործնականում հնարավոր չէ իրականացնել եւ կմերժի օրինակ պահանջը։ Այդ հանգամանքներն էլ կարծում եմ պետք դիտարկել եւ ի վերջո, ինչպես գիտենք, յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն պրակտիկայի արդյունքում, երբ որ արդեն ընդունվում է, դառնում է օրենք, պրակտիկայի արդյունքում են վերհանվում որոշակի խնդիրներ, որոնց մասով ինչ-որ լուծումներ են նոր մտածում, թե ինչպես կարելի է լավարկել դրանով։ Եթե իհարկե նման խնդիրները արդեն կանխատեսվում են, գուցե հնարավոր է մինչև պրակտիկային։ Չէ, հիմա օրինակ ինչ-որ հիպոթետիկ իրավիճակներ է ներկայացվում, որ կարող է այսպես լինի, կարող է եւ չլինի։ Ես մի բան ես ավելացնեմ, ես իմ ասածայինը, որ խնդրում եմ ձեզ ու նաև ասում եմ, որ պետքա ընդհանրապես հանել ընդհանուր նյութի հեռացման պահանջը։ Օրինակ ձեր սեղանին դրված այս բանի նախագիծ, որտեղ տարբեր արտահայտություններ կարող լինեն վիճահարույց ու դա մենք հեռացնում ենք, փոխում ենք։ Տվյալ դեպքում ամբողջ նախագիծը ինքը չի հեռացվում։ Իմ ասած էս է, եթե նյութի դեպքում, եթե հերքման դեպքում հերքում են արտահայտությունները, ինչի եք դուք հեռացման պահանջ դնում ամբողջ նյութի համար։ Մենք գործ ունենք ծավալուն նյութերի հետ, բազմաէջ ու աշխատած նյութերի հետ, որի արտահայտությունը կարա փոխի հերքվի, բայց նյութը հեռացնելը դա արդեն անընդունելի մոտեցում է։ Ու մյուսը էլի հասկանալ, որ ՍԴ-ին է, բայց միջազգային պրակտիկան ինձ թվում է, որ դուք չեք ուսումնասիրել, չեք ծանոթացել այդ պրակտիկային կա արդյոք նման պահանջներ թե ոչ, ու հայաստանյան պրակտիկան այս մասով է, եթե մի քիչ խորանանք հասկանանք, կտեսնենք, որ պաշտոնյաների կողմից օրենսդրություն հնարավորություն է տվել, իրենք օգտվում են ու անընդունելի են իրականացնում, իրենց իրավունքները անընդունելի են իրացնում, հետո դատարաններում նոր ապացուցում է տարիներ անց, այսինքն ինչու օրենքներով տալ այդ հնարավորությունները ու հետո ասել դե լավ, թող հիմա կարգավորվի, թող տարիներ, բայց դրա արդյունքում լրատվամիջոցները կտուժեն։ Դա է իմ ասածը։ Պրակտիկա չուսումնասիրելու մասով հավատացեք յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնությունից առաջ, բացի նրանից, որ սահմանադրական կոնկրետես մասով էլ ասեմ եւ առհասարակ, բացի նրանից, որ սահմանադրական եւ վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումներն են ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներ, որոնք վերաբերելի են իթիվս այլնի նաեւ հեռացման իրավունքին եւ հստակ դրույթներ կան այդ մասով, այնպես որ Նախագծում չտեսա։ Որտեղ գրենք նախագծում։
միջազգային փորձի օրինակներ։ Տեսեք, շատ դեպքերում մենք միջազգային փորձ ուսումնասիրում ենք, բայց անհրաժեշտություն չենք գտնում այդ ամբողջը գրել, օրինակ, չգիտեմ, Իտալիայում այսպես է, Ֆրանսիայում այսպես է եւ այլն, նախագծի հիմնավորումը անիմաստ չծանրաբեռնելու նպատակով, բայց եթե դա ձեզ ինչ որ ձևով կօգնի, մենք կարող ենք լրամշակում անել հիմնավորումներում, ավելացնել, բայց միայն այն հանգամանքը, որ հիմնավորումներում դրույթներ չեն պարունակում, դա ոնց որ բավարար չէ պնդումներ անելու պետական մարմնի կողմից բավարար ուսումնասիրություններ չանելու մասով, իսկ Սահմանադրական դատարանի դիրքորոշման մասով, տեսեք, դուք ասում եք, ճիշտ է, Սահմանադրական դատարանը նշել է այդ խնդրի մասին, բայց դուք պետք չի որ դա անեք, ասենք ոնց եք դուք հիմնավորում, օրինակ գտնում եք, որ Սահմանադրական դատարանը տեղին չի, որ հեռացման իրավունքին անդրադարձել է։ Սահմանադրական դատարանը ընդհանուր հեռացման իրավունքին անդրադարձել է։ Քաղաքական առումով իմ կարծիքով պետք չի, բայց հիմա չենք անդրադառնում քաղաքական տեսանկյունին, անդրադառնում իրավական տեսանկյունին։ Ես չեմ կարծում, ես այսօր եմ թռուցիկ կարդացել Սահմանադրական դատարանի որոշում, չեմ կարծում Սահմանադրական դատարանը ասել է ամբողջ հոդվածը հեռացրեք։ Իմ կարծիքով ամբողջ հոդվածի հեռացման դրույթը ինքը հակասում է ընդհանուր սկզբունքին։ Դա պիտի պարզապես չլինի։ Ինչի ոչ արտահայտությունները ինչի վիրավորական ենթատեքստ պարունակող, զրպարտություն պարունակող արտահայտությունները չեն։ Ինչ եք դուք տալիս այդ հնարավորությունները, որ համատարած լրատվամիջոցներին ստիպեն ջնջել իրենց հոդվածները։ Սահմանադրական դատարանը առհասարակ ընդհանուր առմամբ հեռացման իրավունքին է անդրադարձել, բայց այո, եթե ինքը գտներ, որ օրինակ միայն մասամբ հնարավորություն ստեղծելու մասով է հակասահմանադրական, կշեշտադրեր այդ մասը։ Հիմա ես Սահմանադրական դատարանի որոշումը իմ դիմացն է, եթե թույլ կտակ այդ մասը հենց ընթերց եմ ասում, օրենսդիրը առհասարակ չի նախատեսել զրպարտություն հանդիսացող տվյալների տեղեկատվության համացանցային կայքից հեռացման օրենսդրական հնարավորություն, այդ թվում նաև համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ եւ այլն, հիմա այստեղ քննարկել է նույնիսկ Վճռաբեկ դատարանի պրակտիկայա վերհանել, հեռացման իրավունքի մասով խնդիր է տեսել։ Նաև ես մոռացա մասամբ մի հատ անդրադարձա կատարեմ զրպարտություն վիրավորանքի մասով, նշեցիք, որ լավ կլինի առաջին հերթին վիրավորանքի մասով անել, հետո զրպարտություն։ Հակառակը, այս Սահմանադրական դատարանի որոշումը զրպարտություն համարվող փաստական տվյալներին էր վերաբերում, բայց եթե մենք զրպարտության մասով անեինք, վիրավորանքի մասով չանեինք, իրանց միջև փոխադարձ կապը ոնց որ վերանալու էր, ստացվում էր, որ զրպարտության մասով գործիքակազմը մենք բավականին մեծ գործիքակազմ ենք համեմատած տալիս, վիրավորանքի մասով թողնում ենք նույնը եւ նույն իմ ասած երկու կոմպոնենտներից ոչ մի մասով փոփոխությունների չենք ենթարկում, ավելի տրամաբանական եւ փոխադարձ կապը ապահովելու նկատառումից ելնելով է արվել, որ ինչպես վիրավորանքի մասով լինի, այնպես էլ զրպարտության։ Ավելին ասեմ, ոլորտի մասնագետների հետ ենք մենք քննարկել այս նախագիծը մինչև մշակել, օրինակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ պարոն Մելիքյանի հետ ենք քննարկել, իրավաբան Արա Ղազարյանի հետ ենք քննարկել, որոնք որ առհասարակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օրինակ շատ ողջունելի է համարում ի թիվս այլնի նաև հեռացման իրավունքի նախատեսումը մեր իրավական կարգավորումներում հաշվի առնելով նաև հետագա իրավական պաշտպանության միջոցների ընդլայնման հնարավորություն։ Ամբողջական նյութի հեռացումը նկատում եք։ Եվ ամբողջությամբ եւ մասամբ, ոչ թե կոնկրետ միայն ամբողջությամբ։ Ներողություն եմ խնդրում, անգամ ձեր մեջբերած սնդեի բանում ասում է տեղեկատվության հեռացում, հոդվածի, ամբողջական հոդվածի հեռացման մասին իմ կարծիքով խոսք չկա։ Մենք եկեք դա ֆիքսենք, որ ամբողջական հոդվածը խնդրահարույց է, վիրավորանք զրպարտության դեպքում արտահայտությունները խնդրում են հերքել, բայց ամբողջական հոդվածի դեպքում ես չեմ հիշում, որ ամբողջական հոդվածը ու հիմա հեռացնել ամբողջական հոդվածը։ Խնդիրը նրանումն է, որ զրպարտություն պարունակող տեղեկատվության ծավալը դուք չեք կարող կանխատեսել, դա կարող է լինի 2 բառ, կարող է ամբողջ նյութը ինքը զրպարտություն լինի։ Այս դեպքում ո՞նց ենք Օրինակ կստացի, որ մենք ինչ-որ արտահայտություններ ենք փորձում մասամբ հեռացնել, բայց նրանց ծավալը այնքան մեծ է, որ ըստ էության հանգեցնելու է ամբողջ նյութի հեռացման։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Ասատրյան, արդյոք սա լայն մեկնաբանության իրականում տեղ է տալիս։ Կրկին պետք է խնդրեմ հաշվի առնելով ձեր պրակտիկան, հա, ովքեր են հայցվորները, նաև ապացուցման բեռի մասին եթե խոսենք, հա, դուք նաև ուղեցույց ունեք, եթե չեմ սխալվում, չէ՞, մշակած,
որ հայց ներկայացնելիս անհրաժեշտ է հիմնավորել հայցվոր արտահայտությունները կատարելի դիտավորյալ կերպով նպատակ հետապնդելով արատավորել ձեր պատիվը, արժանապատվությունը, բարի համբավը։ Այս պարագայում, երբ հարց է դրվում օրինակ հանրային կարևոր նշանակության նյութի մասին, հա, ծավալը պետք է որոշի դատարանը։ Արդյոք լայն մեկնաբանության տեղ է տրվում ու ապացուցման բեռը այս պարագայում ինչ դեր է խաղում, խնդրեմ։ Իրական դատական պրակտիկան գնում է այն ուղղությամբ, որ վիրավորանքի եւ զրպարտության դեպքերում արտահայտություններն են համարվում հերքման կամ ներողություն խնդրելու առարկա։ Այսինքն անձը դիմում է դատարան, ասում է այս նյութի այսինչ արտահայտության համար թող ինձ ներողություն խնդրի կամ այսինչ արտահայտությունը թող հերքի։ Դատական պրակտիկայում շատ հազվադեպ է լինում, երբ որ ամբողջ նյութը հերքման են պահանջում, բայց հանդիպել եմ ես այդպիսի տարբերակների։ Հեռացման դեպքում այստեղ ուշադրություն պետք է դասել այն հանգամանքի վրա, որ խնդիրը նրա մեջ չի, որ այստեղ օրենքը գրված է, որ ամբողջ նյութին հեռացման պահանջ կարող է ներկայացվել, որտեղ այստեղ առանձին արտահայտությունների հնարավորություն տալով փաստաբանը կարող է բոլոր նյութը առանձին արտահայտությունների վերածել եւ կստացի, որ ամբողջ նյութը հեռացման ենթակա է։ Այստեղ խնդիրը ամբողջ նյութի հեռացման կարգավորումների շրջանակներում հնարավորություն տալ դատարանին, որպեսզի դատարանը, եթե այնպիսի փաստակազմ առաջանա, որ ամբողջ նյութը ծերից ծայր դա վիրավորանք է կամ զրպարտություն է եւ չկա այնպիսի մի միտք, որը լոկալ կարող է հանդես գալ առանձին, որը վիրավորանք եւ զրպարտություն չէ, ապա ըստ էության դատարանը մի քանի արտահայտությունների պատճառով ամբողջ նյութը հնարավորություն չունենա պահանջել, որպեսզի հեռացվի նյութը, բայց սա պետք է օրենսդրությամբ դա հնարավորություն տա, որտեղ հնարավոր է, որ դատարանները ըստ էության մի քանի արտահայտությունների պատճառով գտնեն, որ ամբողջ նյութն է անհրաժեշտ հեռացնել, որովհետև ըստ էության դրա բևեռվածությունը, դրա ուղղությունները արատավորում են անձի պատիվը եւ արժանապատվությունը։ Այդ իսկ պատճառով այստեղ խնդրահարույցը հիմնականն է, որպեսզի օրենսդրությամբ ամրագրվի սահման, որ դատարանները կարող են ամբողջ նյութը հեռացնել միայն այն պարագայում, երբ նյութը ինքնին ամբողջ ծավալով կամ այնպիսի մասնիկ չունենալով, որը ինքնին կարող է ինքնուրույն հանդես գալ, ամբողջ ծավալով վիրավորանքի կամ զրպարտություն, որպեսզի այլ ձև հնարավորություն չտրվի չարաշահել իրավունքները։ Ես եթե թույլ կտաք լրացնեմ, ըստ էության ընկալելի է ձեր դիտարկումը, այսինքն խոսքը նրա մասն է, որ արտահայտությունների ծավալը միգուցե նյութում այնքան մեծ է կամ այնքան շատ է, որ ոնց որ հանգեցնում են ամբողջ նյութի հեռացման եւ այդ դեպքում ամբողջությամբ հեռացումը ընդունելի կլինի, չէ՞, ըստ էության դա է կա։ Եթե այնտեղ չկա մի միտք գնահատողական դատողություններ, լրագրողի, եզրակացություններ, որտեղ հնարավոր է դատանը գտնի, որ այս արտահայտությունները զրպարտություն են, բայց որպես եզրահանգում վերջին պարբերություն, երբ որ լրագրողը սկսում է գնահատողական դատողություններն անել տարբեր հարցերի շուրջ, դա ինքնուրույն հանդես գա եւ այդ պարագայում նա չպարտավորեցնի լրատվամիջոցին կամ լրագրողին հեռացնել ամբողջ նյութը եւ միայն կոնկրետ արտահայտություններ դրանք պարտավորեցնեն հեռացնել, բայց այստեղ խոսքը վերաբերում միայն տեքստային նյութին։ Մենք այստեղ մոռանում ենք, որ կա տեսանյութեր, կա գիֆեր, կա բազմաթիվ ռիլեր, դրանք պետք է իրավաբանները որոշակի մեխանիզմներ մշակել, որովհետեւ այստեղ լուրջ խնդիր կա նաեւ կատարման փուլում։ Դատանը որոշեց, ասենք, երկրորդից 2:15 վայրկյանը կտրել։ Հարկադիր կատարման ծառայություն դա ո՞նց է ապահովելու, դա ինչ մեխանիզմներ կան դրան իրականացնելու, որպեսզի չտուժի օրինակ հենց այդ ամբողջ 1 ժամանոց օրինակ ֆիլմի մնացած 59 րոպեները։ Ըստ էության, երբ որ մենք ուսումնասիրում ենք Սահմանադրական դատարանի որոշումը, ոնց որ պարզ է դառնում, որ ըստ էության խոսքը տեքստային հրապարակումների մասին է առավելապես, այսինքն տեսանյութերի եւ մնացած չեն կարգավորում տեսանյութ։ Հա, այդ չեն կարգավորում ու նաեւ ըստ էության նախորդ գործող խմբագրությամբ քաղաքացիական օրենսգրքի դրույթներն էլ երբ որ սահմանվել են, կարելի ասել տեղեկատվական տեխնոլոգիաները միգուցե այդքան զարգացած չեն եղել այդ պահի դրությամբ ու ուստի արդյունքում դրույթները վերաբերելի են եղել եւ այս պահի դրությամբ էլ գրված են այն համատեքստում, որ տեքստի տեսակով հրապարակման մասին է խոսքը, բայց ինչպես գիտենք, այո, տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա զարգացվածության պայմաններում
Հանրային հարթակներում տարբեր բնույթի հրապարակումներ կարող ենք տեսնել, որը տեքստից զատ, նաև այո, տեսանյութերի եւ այլ ինչով վիդեոների կամ այլ բնույթի նյութերի միջոցով է տեղ գտնում, պետք է մտածել այդ ուղղությամբ, թե կարող ենք արդյոք տեսանյութերի մասով ինչով կարգավորումներ դնել, որոնք որ հետագայում խնդիրներ չեն առաջացնի։ Ու նաև այո, ամբողջությամբ ու մասնակի մասով ըստ էության ընդունելի է այն դիտարկումը, որ երևի թե ինչ-որ մեկ նախադասությամբ լրացում անելու միջոցով հնարավորություն կստեղծվի սահմաններ թողել այսինքն բոլոր այն դեպքերին վերաբերի ամբողջությամբ նյութի հեռացումը, երբ որ արտահայտությունը իրենց բնույթով այնքան շատ են, որ մասնակի հեռացման հնարավորություն ըստ էության առկա չէ։ Որպեսզի 1-2 արտահայտությունից ամբողջական նյութը ամեն դեպքում եւ այստեղ հաշվի առնենք, որ տվյալ նյութը հեռացնելով այդ թեմայի շուրջ բանավեճը հանրային այսպես քննարկումներն են, խաթարվում։ Այս առումով եթե դա Ինչ իմաստով եք ասում։ Եթե կարևոր թեմա է քննարկվում եւ դա ամբողջությամբ հեռացվում է, այստեղ խաթարվում է, կանխվում է նաեւ այդ թեմայի շուրջ կարևոր քննարկումները հանրային տիրույթում։ Շատ լավ, ուղղակի եկեք եւս մեկ անգամ հաշվի առնենք, որ այսպես մենք ասում ենք զրպարտություն համարվող փաստական տվյալ կամ վիրավորանք համարվող տեղեկատվություն փաստական տվյալ, զրպարտության ինչպես նաեւ վիրավորանքի սահմանումը հստակ կոմպոնենտներ ունեն իրենց մեջ, թե որ դեպքերում իրենց կարելի է դիտել զրպարտություն եւ վիրավորանք։ Երբ որ մենք քննարկում ենք, որ, չգիտեմ, գնա դատարանի քննության առարկա դառնա եւ արդյունքում դատարանը որոշի, այստեղ նաեւ ապացուցման առարկայում պետք է անպայմանորեն ապացուցվի, օրինակ զրպարտության դեպքում իրականությանը չհամապատասխանելու կոմպոնենտը, անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու կոմպոնենտը, հրապարակային լինելու, այսինքն մի քանի կոմպոնենտներ կան, որոնք պետք է դեռ ապացուցվեն։ Հիմա եթե օրինակ լրագրողներն ասում են, որ մենք կարող ենք նյութ ենք հրապարակել, որի ամեն էջում մի հատված կա, որը որ ինչ օրինակ ինչ որ պաշտոնյա գտնի, որ զրպարտություն է, այսինքն լրագրողներն էլ կարծում եմ պետք է նյութը այնպես հրապարակեն, որ այդ կոմպոնենտները ներառված չլինեն, չէ՞, նյութերում, որպեսզի նաև հետո վտանգ չառաջանա ինչպես հայց ներկայացնելու, այնպես է պահանջ ներկայացնելու։ Շատ լավ, պարոն Թոսունյան, չեք կարծում այս օրենսդրական նախաձեռնությունը հանրային խոսքում վիրավորանքի դրսևորումները կնվազեցնի, կունենա այդ կանխարգելիչ։ Մեծամասամբ ոչ, ինձ թվում է, սա հնարավորություն կտա տարբեր պաշտոնատար անձանց ավելի շատ մեզ դատի տալ։ Ես այսպես ասեմ, եթե մինչև 2018-ը մեզ փողոցում ծեծում էին մեր մասնագիտական գործունեության համար, ես ասում եմ անձով բռնության է ենթարկվել նախկին իշխանության օրոք, հիմա 18-ից հետո մեզ սկսել են ավելի շատ դատի տալ ու մեր խոսքի ազատություն այդ իրավունքը իրացնելը ճնշել տարբեր խոշոր հայցերով, տարբեր ֆինանսական պարտավորություններ։ Պաշտոնյաները մշտապես դիմում են այդ քայլին, այսինքն հնարավորինս ամենաբարձր սահմանաչափից են օգտվում, այսինքն եթե մենք իրենց հնարավորություն ենք տալիս հեռացում, իրենք բնականաբար ամբողջ հոդվածի հեռացում կպահանջեն, ոչ թե կետերի։ Այդ առումով իրոք խնդրահարույց կլինի։ Միգուցե ավելի ճիշտ կլինի օգտվելով այլ միջազգային պրակտիկայից հեռացման մասը միցե հանել եւ օգտվել վերաճշտման, ոնց ենք մենք փաստերի ստուգում ենք իրականացնում, Civilnet-ն ունի դա Meta-ի հետ իրականացնում է եւ մենք տվյալ հոդվածում վերաճշտման label ենք դնում, որ սա ինքը չի համապատասխանում իրականությանը եւ այլն հոդվածի այդ կտորը կամ հոդվածը ամբողջությամբ, այսինքն հնարավորություն տրվի, որ հենց հոդվածի մեջ ավելացվի այդ փոփոխվի դա, բայց ոչ հեռացվի ամբողջ հոդվածը։ Դա է իմ կարծիքով մոտեցումը, բայց հասկանում եմ քաղաքական պահանջ կա թերևս իշխանության կողմից, հիմա էլ սա նման որոշումը կայացնել, դա կարող են հեշտությամբ իմպլեմենտացնել։ Եթե կա արձագանք, խնդրեմ։ Չէ, ուղղակի ուզում եմ նշել, որ քաղաքական որևէ կոմպոնենտ չկա, այլ ես նախագծում ելույթի սկզբում նշեցի ինչով է պայմանավորված նախագծի մշակումը, Սահմանադրական դատարանը պարբերաբար տարբեր որոշումներ է կայացնում, որից բխելով օրենսդիրը նախընտրում է հակասահմանադրական դրույթները կարգավորել եւ լավարկել օրենսդրությունը։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Նասատրյան։
Դատարանները ինչ է կարծում, կաշկանդված կլինեն, Գևորգն իր խոսքում նշեց, հա, այդ ճնշումների մասին, դատարանները ընդհանրապես պրակտիկայում կաշկանդված են հայցվորի կարգավիճակով, նրա պաշտոնատար անձ լինելու, հա, հանգամանքով, եւ սա ինչ ռիսկեր է պարունակում, ովքեր են այսօր հայցվորները, եւ հենց այս համատեքստում օրենսդրական նախագիծը եթե օրենք դառնա, հա, ինչ ռիսկեր կարող է ունենալ։ Իհարկե կաշկանդվածություն կա, մենք նկատում ենք, որ որոշակի պաշտոնյաների, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների դատական գործերով երբեմն տարօրինակություններ ենք նկատում, բարձր սահմանաչափով փոխհատուցման պահանջներ ենք ավելի շատ նկատում, քան այն դեպքերում, երբ օրինակ հայցը ներկայացնում է բիզնեսը կամ մասնավոր անձինք, որևէ ընդհանրապես կապ չունեցող, կաշկանդվածություն կա այդ առումով, որոշակի խնդիրներ հանդիպում են լրագրողները եւ լրատվամիջոցները, եթե իրենց դեմ դուրս է եկել պետական մամլի բարձրաստիճան պաշտոնյաները, բայց այստեղ նաեւ մի կարևոր հանգամանք էլ կա, որ հայցի ապահովման շրջանակներում կա նախկինում բավական հայցի ապահովներ ներկայացում էր նյութի հեռացման հետ կապված եւ դատարանները մեծամասնությամբ մերժում էին այդ հայցի ապահովման միջոցները այս օրենսդրական փոփոխություններից հետո հուսով եմ այդ պրակտիկան ելի չի շարունակվի եւ հայց ներկայացնելով օրինակ ամբողջ նյութի դեմ ձևական առումով կխնդրեն դատարանից հայցի ապահովում կիրառել եւ հեռացնել ժամանակավորապես դատական ակտը կատարել ըստ էության միջև դատական գործի ավարտից դա գործերը տևում են տարիներ, ուստի ես կարծում եմ, որ այստեղ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով եւ օրենսդորեն սահմանում ենք ամբողջ նյութի հեռացման պահանջ որոշակի չափանիշների ներքո, ապա պետք է այդ հարցին անդրադառնանք եւ օրենսդորեն ամրագրենք այն հանգամանքը, որ դատական հայցերի դեպքում հնարավորություն չունենան հայցի ապահովում կիրառել եւ ամբողջ նյութը սահմանափակել միջև դատական գործի ավարտը, որտեղ դա կլինի ամբողջությամբ լուրջ խնդրահարույց եւ 3-4 տարի անց այդ նյութը դատական գործը լրատվամիջոցը հաղթելով այդ լուրջ նյութը արգելանքից դուրս գալու եւ հրապարակել ոչ մեկին չի հետաքրքրի ըստ էության, որտեղ արդեն սպառված կլինի։ Նշեմ, որ նախկինում դատարանները որպես կանոն մերժում էին նյութը արգելափակելու, սահմանափակելու հայցի ապահովման միջոցները, բայց քանի որ արդեն նոր ինստիտուտ է գալիս, արդեն իսկ նյութը ամբողջությամբ հեռացնելու ինստիտուտների նախկինում չկար վիրավորանք զրպարտության գործերով են խնդրում նյութը հեռացնել հայցի ապահովմամբ կամ սահմանափակել դրա դիտողությունը եւ այլն։ Այստեղ նոր ինստիտուտի արկայությամբ արդեն նոր հայցի ապահովներ են ի հայտ գալու եւ շատ դեպքերում դատարաններում փորձել են հիմնավորեն, որ եթե հայցի ապահովում չկիրառվի, ապա դատական ակտը կարող է չկատարվել կամ դժվարանալ կատարվել կամ նաեւ օրենքը թույլ է տալի վնասի առաջացումը, նոր վնասի առաջացումը։ Այդ իսկ պատճառով այստեղ խնդիր կա նաեւ այդ առումով, որ հնարավոր է ապագայում դա օգտագործեն լրագրողների, լրատվամիջոցների հրապարակումներ ժամանակավորապես սառեցնելու համար։ Կան լրացումներ այս առնչությամբ Տիկին Զալուբեկյան։ Հայցի ապահովների մասով տեսեք, եթե ասում եք, որ կա ձևավորված պրակտիկա, որը հետագայում շտկվել է, նախընտրելի կլինի իհարկե, որ այդ ուղղությամբ չգնան դատարանները, բայց այնքանով որքանով որ ինչ որ նոր հայցի ապահովների մասով արգելք նախատեսելու շուրջ հարցը քննարկվի, այդպիսի ինչ որ կարգավորումներ չենք նախատեսում սահմանել այս մասով։ Զուտ մեկ նկատառում այստեղ նախկինում գործող կարգավորումներում պահանջը հերքելն է եւ ներողություն խնդրելն է եւ դատարանները երբ որ խնդրում էին օրինակ պաշտոնյաները որ սահմանափակիր այս նյութը, որովհետեւ վերջում ես ավելի մեծ վնասներ կկրեմ, քանի որ ես հաղթելու եմ եւ այլն եւ դատարան այլ պահին սովորաբար քննարկում են հարցը թե վիրավորանքի ներողություն խնդրելու կամ հերքելու հետ ինչ կապ ունի նյութի հեռացումը եւ մերժում են սովորաբար, իհարկե կա որոշակի գործեր ու բավարարել են, բայց այս պարագայում արդեն նոր ինստիտուտը ներդրվում է, նյութի հեռացման պահանջ է արդեն գալիս եւ արդեն հնարավորություն է տալի արդեն լավ հիմնավորել, որ եթե այս նյութը հեռացնելու պահանջ եմ ներկայացնում քեզ դատարան, իսկ նյութը հիմա կա, այդ նյութի իմ վնաս է պատճառում, ես ինչ-որ մի քանի ապացույց կներկայացնեմ, որ իբրև թե որ վնաս է պատճառում, նյութը հիմա հայցի ապահովում կիրառի սահմանափակի հասանելիությունը, մենք 3-4 տարի հետո կպարզենք թե ես ճիշտ եմ թե սխալ։ Բայց արդեն 3-4 տարի հետո։ Դե հա, բնականաբար։ Դա իրականում դատական պրակտիկայից է կախված եւ ինչպես գիտենք, հայցի ապահովման մասով ավելի գնահատողական տիրույթում է եւ դատարանն է որոշում կախված նրանից, թե օրինակ
հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացած անձը որքանով լավ հիմնավորեց, որ այդ միջոցի կիրառումը անհրաժեշտ էր եւ հակառակը հայցի ապահովման միջոցի վերացման միջնորդություն ներկայացնող անձը որքանով լավ հիմնավորեց, որ դրա վերացման անհրաժեշտությունը տվյալ դեպքում առկա է, դա ելի իրականում դատական պրակտիկայից է կախված, որը որ հետագայում արդեն ցույց կտա կա նման խնդիր թե չկա։ Կա դրացում, բան մենք էլի կարծենք նույն կետին, որ հնարավորություն ենք ստեղծում տարբեր մարդկանց, տարբեր պաշտոնյաների օգտվել այդ բացերից, դրանով տարիներ շարունակ վնասներ ենք տալիս լրատվական համայնքին, հետո կգա մի իրավիճակ, երբ մի նախադեպային որոշում կլինի, որ կասի օրինակ իրավունք չունես ամբողջական հոդվածի հեռացում։ Իսկ ինչի հիմա չարձանագրենք նախագծում, որ այն կտոր օրինակ թեկուզ հայցային պահանջի մասով, որը վիրավորան կամ զրպարտություն է պահանջում, միայն դրան վերաբերի ու հանենք ամբողջական հոդվածի հեռացման պահանջը։ Ինչի հասկանալով այն Դավիթն նշեց, որ պրակտիկայում իրանք անդադ հեռացում են պահանջը։ Դավիթը նշեց, որ պրակտիկայում տեսնում ենք, որ անընդունելի բարձր հայցային գումար են պահանջում, այսինքն իրենք դիմում են այդ սահմանաչափին, ինչքան հնարավորություն ենք տալիս, այնքան պաշտոնյաները դիմում են։ Ընդունենք այս իշխանությունը ժողովրդավար է, հաջորդը կարող է ավելի վատ իշխանություն եւ օգտվի բոլոր այդ հնարավորություններից, որ տվել է օրենսդրությունը։ Միգուցե հիմիկվանից կանխենք դա, հանենք այդ բառը ամբողջական նյութի հեռացում ու ավելի արդյունավետ լինի այս process-ը։ Կներեք, ինձ թվաց մենք ամբողջական եւ մասնակի մասով քննարկեցինք, ծածկեցինք եւ պարոն Ասատրյանի դիտարկումների հիման վրա ինչ որ լուծում, այո, կարծում եմ կգտնենք։ Բարձր սահմանաչափի մասով մի քիչ լավ չեմ պատկերացնում ինչ կապ ունի բարձր սահմանաչափով պահանջ ներկայացնելը մեր առաջարկած իրավական կարգավորումների հետ։ Դա իրավական պաշտպանության մեկ միջոց է, մեր առաջարկած կարգավորումները իրավական պաշտպանության լրիվ այլ միջոց են։ Ձեր ասածը վիրավորանքի մասով նվազագույն աշխատավարձի մինչև 3000 պատիկի մասով պահանջ ներկայացնելն է եւ զրպարտության մասով մինչև 6000 պատիկը, այսինքն 3 միլիոն մինչև եւ 6 միլիոն դրամ պահանջ ներկայացնելն է։ Մեր առաջարկած իրավական կարգավորումները ոչ նյութական բնույթի ոնց որ հատուցում ստանալու պահանջներին են վերաբերում, ոչ թե դրամական, կարծում եմ մեկը մյուսի հետ առհասարակ կապ չունեն այս պարագայում։ Թե ես դու օրինակներ եի բերում պատկերացնելու իրավիճակը։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, եթե չկան այլ լրացումներ, պարզապես եթե հնարավոր է, խնդրեմ ներկայացնեք այս պահին ինչ փուլում է, հա, արդյոք այն առաջարկները, որ հնչեցվեցին, հնարավորություն կա փոփոխություններ այդուհանդերձ։ Այս պահին հանրային քննարկումը ճիշտ է կայքում ավարտվել է, բայց պետական մարմիններից մի երկուսը կան, որ դեռ կարծիք չեն ներկայացրել, այսինքն շրջանառելու արդյունքում մի երկու մարմնից սպասում ենք դեռ դիտարկումներ, նոր արդեն կլրամշակենք դրա հիման վրա եւ արդեն հնարավորություն կլինի ուղարկել վարչապետի աշխատակազմ։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում վիրավորանք եւ զրպարտություն պարունակող տեղեկատվության հեռացման պահանջի ազդեցությունը ԶԼՄ-ների վրա թեմայով։ Մեր բանախոսներն էին Մարգարիտա Զալիբեկյանը, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ, Դավիթ Ասատրյանը, փաստաբան եւ Գևորգ Թոսունյանը, Civilnet-ի լրագրող։ Շնորհակալ եմ, հաջողություն։